Քրեական վարույթի շրջանակում ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ 17 եւ 20 տարեկան վանաձորցի երիտասարդներ նախապատրաստվում են ապօրինի ձեռք բերած հրազենով հաշվեհարդար տեսնել 2 հոգու նկատմամբ։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում սպանության նախապատրաստության հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ։ Հետագա միջոցառումներով ձեռք բերվեցին փաստական տվյալներ, որ 17 եւ 20 տարեկան երիտասարդները Վանաձորի Տերյան փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդու հետ միասին ձեռք են բերել ինքնաձիգ, որը պահվում է վերջինիս տանը։ Դատարանի որոշմամբ խուզարկություններ կատարվեցին նրանց բնակարաններում։ 33-ամյա տղամարդու տան խուզարկության ընթացքում բակում հսկող ոստիկանները նկատեցին, որ նա ինքնաձիգի նմանվող իր է նետել պատշգամբից։ 45 փամփուշտով լիցքավորված կալաշնիկովի ինքնաձիգը քննիչի կողմից առգրավվեց։ 5 անձ ձերբակալվելու ներկայացվել է նախաքննական մարմին։ Օպերատիվ հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։